Ժողովուրդ ջան, որ այդքան ասում են, ասենք Փաշինյանը թույլ է, Փաշինյանը էս մեկ է, Ալիևը սենց, Ալիևը նենց, Պուտինը սենց, Պուտինը նենց, Փաշինյանը թույլ է, էսի ինչ է, էսա են է։ Լավ ժողովուրդ ջան, ես մի հատ հարց եմ տալի բոլորիդ։ Այդ ոնց ալամ արդեն այս 5-6 ամիս է Ադրբեջանի ճանապարհերը բացված Հայաստանի համար նավթ գազակալի, բայց հլա Հայաստանով Ադրբեջանը չի անցնում։ Այդ ոնց լավ, այդ ոնց է լավ, որ սա այնքան թույլ է, որ Ալիևը համաձայնվում է խաղաղության Հայաստանի հետ։ Մեր աչքի առաջ հակատարում չի, սա պատմություն չեմ ասում ես։ Սա չեմ ասում 95, 96, 2000, 2010 թվերին ինչ հակատարվել։ Հիմա մեր աչքի առաջ հակատարում։ Լավ, այդ մարդը թույլ է, հասկացանք։ Բա ոնց են այդ թույլ մարդուն ամեն ինչ տալի։ Բացատրեք էլի այ մարդ, ես չեմ կարող հասկանամ։ Լավ որ թույլ է, ոնց են ամեն ինչ տալի այդքան, ամեն ինչ, դու Պուտինն էլ ամեն ինչ տալի, ինչ ուզում է Փաշինյանը։ Գնացքով ցորեն աղարգում, Ադրբեջանի տարածքով, լավ ոնց ալամ, եթե թույլ է։ Որ Քոչարյանը գա ասենք։ Ադրբեջանի տարածքով գնացքով Հայաստան ինչ որ բան մտնելու է, կարող ինձ ասեք։ Կամ միջև Քոչարյանը Հայաստանից ինչ որ բան չտա, Քոչարյանին Պուտին ինչ որ մի բան տալու է։ Հա։ Թույլնով է։ Խեղճ Պուտինը մի սյունիք էր ուզում, Էդ էլ չտվավ արա, Տրամպին տվավ։ Լավ որտեղ է այդ մարդու թուլությունը, ժողովուրդ ջան, մի հատ ընտրությունները, այլ մի հատ ձեզ ինքներդ բոլորդ հարց տվեք, այդ մարդու թուլությունը որտեղ է, ինչ ուզում ստանում է, լյուբոյից, ցանկացածից, եւ Ալիևից, եւ Պուտինից, եւ Տրամպից, եւ Եվրոպայից, եւ Իրանից, ինչ ուզում ստանում է Փաշինյանը։ Ձեր աչքի առաջ, ես թաքուն բան չեմ ասում, նենց ինչ որ գաղտնիք չեմ ասում։ Հիմա դե պատասխանեք այդ հարցին։